Ողջույն սիրելիներ, մեր Տեր Հիսուս Քրիստոս խոսելով աշխարհի վախճանի մասին, այն իրադարձությունների մասին, որ պիտի տեղի ունենա, այսպիսի խոսքեր է ասում. երբ տեսնեք ավերածության պղծությունը տեղադրված այնտեղ, որտեղ չպետք է լիներ, ով կարդում է թող հասկանա, այն ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում լինեն, թող լեռները փախչեն, ով տանիքի վրա լինի, թող չիջնի և տուն մտնի, այնտեղից մի բան վերցնելու, և ով արտի մեջ լինի, թող հետ չդառնա իր վերնազգեստը վերցնելու։ Այսպես Տեր Հիսուս Քրիստոս շատ հետաքրքիր բան է ասում մեզ։ Այն, որ մեր սրտերը, մեր կյանքը իսկապես Աստծուն նվիրված սրբություններ են։ Աստված, որ կամենում է մեզ իր արքայություն մտցնել, մանավանդ իր Սուրբ Արյան գինն ենք մենք բոլորս ըստ Սուրբ Պողոս առաքյալի խոսքի, ապա և մեզ սրբություն է համարում։ Իսկապես, քանի որ մեր սիրտը կոչված է Սուրբ Աստծուն իր մեջ ունենալու, հենց այս պատճառով այն ամենը, ինչ որ մեղք է, Աստծուն հակառակ, պղծում է այն, Աստծո սրբությունը։ Եվ Տերը ասում է, պիտի տեսնես ավերածի պղծությունը, այսինքն մեղքի պատճառով ավերվում է մեր հոգևոր կյանքը և պղծվում, և երբ տեսնես ավերածի պղծությունը, մտածիր, որ քո կյանքը իսկապես վախճանին մոտ է։ Այն տրամաբանության, որ ոչ թե հենց այս պահին պիտի մահանաս, բայց այդ տրամաբանությունը այն է, որ բայց չէ, որ յուրաքանչյուր մեղք ավերում և սպանում է մարդու մեջ հոգևոր կյանքը։ Պիտի տեսնես այդ պղծությունը։ Եվ եթե տեսնես, մի հեռացիր Աստծուց։ Տեսեք, այս խոսքի հետագա ընթացքը մեզ բացատրում է, որ հոգևոր կյանքում զանազան առաքինությունների մենք կարող ենք հասնել։ Մի առաքինությունը Տերը կոչում է տանիք, մյուսն ասում է, թե հանդում աշխատանք, և այդ տանիքը, այդ աշխատանքը մեր հավատքի կարևոր արտահայտությունն է, սերն Աստծո նկատմամբ և ապաշխարությունը, այսինքն երբ բարձրանում ենք մեր հավատքի գագաթնակետին Աստծուն սիրում ենք և ապաշխարում ենք, դա աշխատանք է։ Այս տրամաբանությամբ հարազատներ, քանի որ Սուրբ Պողոս առաքյալը խոսելով ապաշխարության, խոսելով աշխարհից, մեղքից հրաժարվելու մասին, հետաքրքիր բան է ասում։ Ասում է, թե ոչ թե ես եմ, այլ իմ մեջ է ապրում Քրիստոս, որովհետև եթե մենք Քրիստոսին իսկապես հավատանք և անկեղծորեն ապաշխարենք, ապա այս ավերված կյանքը, այս ավերված սիրտը, որ Աստծո սրբությունն է, կվերականգնվի իր նախնական վիճակի մեջ։ Ուրեմն, սիրելիներ, ապաշխարության և հավատի գործը կատարենք բարվոք կերպով և արժանանանք Աստծո արքայության։